Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հանձնաժողով ընդհանուր առմամբ ստեղծելու էթիկայի մշտական հանձնաժողով, դա ճիշտ ինքը չի հուշում։ Ես գնամ։ Նկարեցիք։ Հիմա մտնես կասեն բացառաբերություններն հատուկ գնաց։ Ինչի՞ց։ Ո՞նց էի քննադատում։ Արտահայտության հետ կապված։ Ես բացատրություն տվեցի այդ արտահայտության։ Որ արտահայտության հետ կապված։ Այո, չէր կարելի, պետք չէր, պարոն Քոչարյանն էլ է կարծում, որ պետք է ավելի Սաղմոսից եմ մեջ մնում։ պետք է ավելի սրբա բան գրկից բերեր, բայց կարծում եմ հաջորդ անգամ չի։ Ես ասեցի չենք քննարկել, չէ՞, այդ հարցը։ Մենք էթիկայի հանձնաժողով պետք է ունենանք sense tenants ու շատ վատ է որ միջև հիմա մենք էթիկայի հանձնաժողով չունենք։ Ես որոշել էի ասել հարցազրույց չտայի, բայց այնուամենայնիվ այդպես վերածեցիք փոքր ճեպազրույցի։ Կրկնում եմ, ընդհանուր առմամբ պետք է էթիկայի հանձնաժողով լինի ազգային ժողովում։ Հենց ամենաառաջի օրվանից մենք այդ գաղափարը ունեցել ենք, որը հնդածս կզբաղվի մշտական հանձնաժողովի տրամաբանության մեջ։ Բայց հիմա դա անել պարոն Քոչարյանի հետ կապված ձեր վերած օրինակով մենք այդ հարցը դեռ չենք քննարկել։ Ինչու պարոն Սիմոնյան։ Չենք քննարկել։ Հարմար չի եղել չենք քննարկել, ուրիշ։ Դե քանի որ ընդդիմադիր խմբակցությունների կողմից նման հարց է բարձրացվել եւ լրագրողների կողմից էլ նաեւ կա, բնական է կքննարկենք։ Իսկ կներեք էլի ինչ ընթացակարգով է շարունակվելու։ Չգիտեմ, դուք ինձ բռնացրել եք միջանցքում, փորձում եք ինչ-որ հարցեր տալ, որոնց ես հիմա պատրաստ չեմ պատասխանելու, ասում եմ, այն ինչ որ ասեցի, գիտեի ասեցի արդեն։ Պարոն Սիմոնյան, քանի որ պատասխանում եք, քանի որ սա վերածեցիք, վաղը այնտեղ ավականիստն է, մասնակցելու է վերջո քաղաքացիական պայմանագրի ձեր ֆրակցիան նիստին առաջադրվելու է Սարիկ Մինասյանը որպես քաղաքապետ։ Դրա մասին ընդեղի խմբակցությունը հայտարարություն կանի եւ իր որոշումը ձեզ կհայտնի։ Հա, եկեք բոլոր գաղտնիքները չբացենք։ Այսօր որոշումը կլինի։ Ասում իրանք կհայտնեն, ես չեմ ուզում դրա մեջ մտնեմ եւ չեմ ուզում դրա հետ կապված հայտարարություն անեմ։ Իսկ ես այլ հարց եմ տալի չգոչվի։ Ես այդ թեմայով ուրեմն իսկ ընդունելի կլինի իշխանության այնտեղի իշխող մեծամասնության համար եթե ընդդիմադիր օրինակ ակնկալում եք որ հնարավոր ընդդիմադիր ձայներ տրվեն ձեր տեխնացուն եթե առաջադրեք օրինակ մտածեք Չհասկացա, այսինքն ընդդիմությունը քվեարկի։ Ինչպիսի սցենար կամ քննարկումներ Ես կարծում եմ որ բոլոր ստանալ ընդդիմադիրների նման քննարկումներ չեն եղել, բայց ես կարծում եմ որ տրամաբանական է, որ այն ուժը, որ ամենաշատ ձայներն է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի, իսկ այն մնացած տարբերակները ես չեմ կարծում, որ ժամանակի եւ իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու եւ դա կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրու հետ կապված բարեփոխումների աշխատանքների, որովհետեւ այդ նմանատիպ չակերտավոր 1 ժամյա 1 գիշերվա կոալիցիան չեմ կարծում, որ կկարողանա ապահովի բնականon գործունեությունը, դա իմ կարծիքն է։ Իսկ աշխատանքը կառավարության հետ, եթե այնտեղ Ես չգիտեմ, ես կառավարության հետ լավ եմ աշխատում, չգիտեմ։ Ես ասել Վարդան Ղուկասյանի մասին ես իմ կարծիքը ասել եմ, իմ կարծիքը չի փոխվել։ Պետք է բանտում լինել։ Ես իմ կարծիքը չեմ փոխում, ես կարծում եմ, որ իր տեղը ճիշտ տեղը բանտն էր։ Բոլորիս Նաև ես քաղաքական գործիչ եմ, ես որևիցե բան չեմ կարող անել։ Դե բոլորիս, որովհետև երևի ինչ որ պահի, ինչ որ տեղ ամեն ինչ չէ, որ ճիշտ են կարել, բայց նաև կան հարուցված գործեր եւ կարծում եմ ինչ որ ժամանակի ընթացքում այդ գործերը իրենց հանգրվանին կհասնեն։ Դե ո՞նց է ստացվում, որ մնացածի հետ կապված։ Չէ, չեմ կարծում, որ դրա մասին ես է որ պետք է հայտարարություններ անեմ։ Ես որ իմանայի ում են կալանավորում, շատ մարդկանց հետ կապված հետևություններ կանեի նախապես։ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունն եմ ուզում անդրադառնալ։ Ես